Շուշիի ազատագրումը եղավ եւ դրանից հետո ամիսներ անց ընտանիքս տեղափոխվեց Շուշի քաղաք եւ այնտեղ բնակություն հաստատեց։ Այդ ժամանակ ես 1 տարեկան էի եւ մայրը շատ անգամ է պատմում, թե ինչպես ենք հրաշքով ողջ մնացել այդ պատերազմի օրերին։ Այդ ժամանակ հայրս պատերազմում էր եւ շատ հաճախ չէր տուն գալիս։ Մայրս այդ օրերին ինձ մեծացրել է, կարելի ասել միայնակ, որովհետեւ այն ժամանակ գրեթե բոլոր տղամարդիկ պատերազմում էին։ Պատերազմը ավարտվեց, ազատագրումը եղավ եւ սկսեց մի բրախտային կյանք Արցախի ժողովրդի համար, հայ ազգի համար եւ այդ տրախտով սնվում եւ ապրում էին, կարելի ասել, ողջ հայությունը։ Ավարտելով Շուշիի երաժշտական մասնագիտացված դպրոցը Դանիել Ղազարյանի անվան եւ ստանալով 2 երաժշտական մասնագիտություն, դաշնակահար եւ շեփորահար, շարունակում եմ կրթությունս արդեն Երևանի պետական կոնսերվատորիայում, որ Կոմիտասի անվան է, եւ Կոմիտասի անուն տալով միշտ հաճախ եմ հիշում այն պահերը, որ մարդիկ ինձ շատ են հատկապես վերջերս Կոմիտասի հետ նմանեցնում եւ ես ինքս ձգտում եմ, փորձում եմ նմանվել, ինչքանով ուժեղս թույլ են տալիս, նաեւ հոգեպես եմ փորձում նմանվել Կոմիտասին։ Կոնսերվատորիայում սովորել եմ որպես զինվորական դիրիժոր, այնուհետև ավարտելուց հետո նշանակվել եմ Արցախի 5-րդ պաշտպանական շրջանում որպես նվագախմբի պետ, ծառայելով 5 տարի եւ պայմանագրիս լրանալու կապակցությամբ ընդունվել եմ Գևորգյան հոգևոր ճեմարանի, քահանայից պատրաստման լսարանը եւ հետագայում ավարտել։ Ինչ ձևով ես զինվորական աշխարհից տեղափոխվեցի հոգևոր աշխարհ, պետք է ասեմ, որ դեռահասության տարիներին Աստծո փնտրտուքը կյանքի իմաստը միշտ ինձ համար եղել են այսպես մտքիս մեջ։ Ավելի սուր ժամանակները իմ կյանքի ամփոփում էին, երբ որ ես ուսանողության տարիներին ապրում էի Երևանից դուրս Հրազդան գետի ափին, մենակով անտառի մեջ, այսպես մի հատ տնակում փոքրիկ, այնտեղից մինչև կոնսերվատորիա 2 ժամ ճանապարհ էի կտրում անցնում եւ հետաքրքրական մի հատ դեպք եղավ իմ կյանքում, որ կուզենայի առիթից օգտվելով ներկայացնել։ Ուրեմն Հրազդան գետի ափից ձոր էր, այդտեղից միշտ ոտքով բարձրանում էի դեպի Քանաքեռավան գյուղը եւ այնտեղից արդեն ճանապարհից մեքենաներով գալիս դասի կոնսերվատորիա։ Երբ որ ես արդեն պետքա հասնեի այդ ճանապարհին, տեսա, որ մի հատ կապույտ երազակ իջնում գյուղից եւ այսպես ինքս իմ մեջ հարցրեցի հերթական անգամ աստի Տեր Աստված, որ վազելով գնամ այս մեքենային կհասնեմ, մեկ էլ ինձ համար մի նոր ձևաչափով, մի նոր ձայնով, այսպես ներսից, կայծակի ձայնի զորությամբ, բայց զգում եմ, որ ներսից է։ Ասում հա, վազելով գնա կհասնես։ Հիմա այդ պահին ես շփոթվում եմ, չեմ իմանում, ես ինչ կատարվեց իմ հետ, համ վախենում եմ, համ ուրախանում եմ, համ շփոթվում եմ, համ ասում եմ, լավ, վարկյան չկորցնեմ, վազեմ, որ հասցնեմ, եւ սկսում եմ վազել, տեսնում եմ, վարորդը կանգնում է, գնում եմ, ասում եմ, դեմը երևի մարդ կլինի նստած, գնամ հետևը նստեմ, հետևի դուռը բացում եմ, մտնում մեքենայից, տեսնում մեքենաներ մեջ ամբողջը աղոթքներ ու խաչեր ա կախած, ու այսպես ավելի եմ բանանում, շփոթվում, վարորդը ասում է, արի դեմը նստի, դեմը մարդ չկա, դուռը փակում եմ, հետո գնում դեմը նստում եւ ծանոթանում վարորդի հետ, պարզվում է վարորդը գյուղերից մեկի քահանան է։ Այն ժամանակ ես եկեղեցու հետ առանձնահատուկ կապ չունեի եւ ուղղակի այդպես Աստծուն փնտրում էի ինքս իմ մեջ, եկեղեցու պատարագի ջամերգությունից եւ արարողությունից տեղյակ չէի առհասարակ եւ միայն գիտեի, որ եկեղեցին Աստծո հետ կապ ունի եւ կա քահանա։ Արդեն պատմեցի իմանալու քահանայից, բա հենց նոր իմ հետ sense մի բան եղավ ու մի քիչ վախեցած, որ ասեց այդպես թեթև տարավ ինքը, ասեց դե դա շատ լավ է, Աստված քո հետ ամի վախեցի, ամեն ինչ լավ է լինելու։ Արդեն տարիներ հետո աշխատանքի անցա ուսանողությանը զուգահեռ Նարեկացի արվեստի միությունում որպես պահակ, զուգահեռ այնպես աշխատում էի եւ ցերեկները դաս էի գնում եւ այդպես գրականության հետ էլ շատ սեր չունեի, չէի ընթերցում, բայց ասցի լավ, բոլորը կարդում են, էլի գիրք են կարդում, տենց տարածված է, մի քիչ ավելի խելացիները ոնց որ շատ գիրք են կարդում։ Ես էլ մի բան վերցնեմ, կարդամ գրադարանից եւ այսպես նայում եմ, թե ինչ գրքեր կան։ Մի հատ գիրք եմ տեսնում, որեն գրած պատասխաններ եւ ասացի, ինչի պատասխաններ է, մի հատ տեսնեմ եւ վերցրեցի, տեսա, որ կրոնական բնույթի գիրք է, հեղինակը բողոքական աստվածաբան Ջորջ Մակդաուել եւ երկխոսության ձևով ինքը այսպես
այդ կարծես թե այս հարցերի պատասխաններն է տալիս, որը ես փնտրում էի, եւ այսպես հետաքրքիր զարգացումով ինքը բերեց այն եզրահանգման, որ կյանքի իմաստը դա աստվածային սերն է, եւ երբ որ ես այդ պատասխանը համեմատեցի ինձ ծանոթ մյուս այն պատասխաններից, որ նախկինում լսել էի, այս պատասխանը մի քիչ տրամաբանական թվաց ինձ, եւ ես սկսեցի փնտրել դա։ Ավարտելուց հետո ուսանողական կյանքը կոնսերվատորիան նշանակվեցի 5-րդ պաշտպանականում որպես նվագախմբի պետ եւ այնտեղ սկսեցի ծառայել եւ երբ որ ես զորամասում տեսա հոգեվորական, դա ինձ համար բաներ մեծ ուրախություն էր եւ անսպասելի էր եւ շատ հուզիչ։ Միանգամից մոտիկացա իրեն, ծանոթացա։ Հետո մեր զորամասի հոգեվորականը փոխվեց, եկավ իմ մանկության ընկեր Շուշեցի համակարգացի Նարեկ Սարգսակ-Պետրոսյանը։ Սկսվեց մեր վերընկերությունը։ Տուն վարձեցինք միասին, սկսեցինք միասին ապրել, միասին գնում ենք տուն, գալի Շուշի։ Այտենց մեր խոսակցությունը չէր ավարտում, կարելի էր ասել, երբ որ ես հիշում եմ այսպես մեր շփումը, ես հիշում եմ, որ մենք միշտ խոսելու բան ենք ունեցել, անգամ գիշերները, ասենց ժամանակ կորցրած, տարածության ժամանակի զգացումը կորցրած, ինքը ինձ պատմում էր Աստծո մասին, Աստվածաշնչի մասին, ես շատ մեծ սիրով հետաքրքրությամբ այսպես փորձում էի հասկանալ, լսում էինք մարտարվեստներով էի տարված, մինչև ծանոթանալը քրիստոնեությանը եւ արևելյան փիլիսոփայությանը մարտարվեստների միջոցով եւ այսպես փոքրիկ նպատակ ունեի, որ գնամ սովորեմ արևելյան փիլիսոփայություն, արևելյան բժշկագիտություն, այսպես խոսելով նրա հետ ես հասկացա, որ նախ պետք է միտքը բուժել եւ մտքից բոլոր առհասարակ հիվանդությունները եւ խեղաթյուրումները։ Ինքը ինձ չի ասել գնա ճեմարան սովորը։ Ես երբ որ տեսել եմ իր պտուղները, զարմացել եմ։ Երբ որ ես տեսա նրա մոտ, որ ինքը ինչպես է իր ամեն ունեցածը սկսած ժամանակից, գիտելիքից ծառայեցնում դիմացինին, սա ինձ համար եղավ գայթակղություն դրական առումով։ Ես ասեցի, այս մարդը, այս ինչ երևույթ է, կյանքում այսպիսի բան չեմ տեսել, երբ որ մարդն իր ամեն ինչը ծառայեցնի դիմացինին։ Եվ սկսեցի փնտրել դրա ակունքը եւ հասկացա, որ այդ ամեն ինչի հետևում Աստծո ներկայությունն է։ Ապրելյան պատերազմից հետո ամռանը վերջացավ իմ պայմանագիրը զինվորական եւ ես արդեն սեպտեմբերին դիմեցի ընդունելության համար Գևորգյան հոգևոր ճեմարան։ Արեգի ուրախությունն էլ էր շատ մեծ, նրա գործը, որը տեսել եմ զորամասերում, անպատմելի էր, շատ քաղցր էր, օրերով անց էր կացնում դիրքերում զինվորների հետ։ Երբ որ ասում էին Նարեկ մենք միասին ենք, ես ուշանում եմ, շարքից պետքա շուտ գնանք կամ պետքա շուտ գնանք միասին ճաշեինք, հետ գայինք, ինքը զինվորը մոտեկանում էր մեր ճանապարհին ու Նարեկին հարց էր տալիս ու Նարեկը խոսում էր ժամանակի զգացողությունը կորցրած, ասում եմ Նարեկ ես ուշանում եմ, շուտ արա թե չէ ես պետք է խնդիրներ ունենամ, ասում էր բա ինչ անեմ, ուրիշ հնարավորություն չկա, այս պահին զինվորի կյանքը կախված է իմ խոսքից, Եվ զգացի այս առաքելության կարևորությունը, մարդկության կյանքում առհասարակ հոգևորականի կարևորությունը, թե ոնց է կարծես թե աշխարհի ամենամեծ գործը նրանն է, որովհետև մարդու փրկությանն է ուղղված։ Ընդունվեցի ճեմարան, ուսանողական տարի մեր ընկերությունը շարունակվեց, ես անգամ եղա Նարեկ Սարգսակի ազափը հարսանեկան, Հենց Նարեկ Սարգսակը ինձ ասեց պատերազմի մասին առավոտ շատ շուտ ժամը 7-ին զանգ ստացա Նարեկից թե 8-ներ եւ ասեց պատերազմը սկսվել է ինքը այդ ժամանակ արդեն պաշտպանության նախարարությունում էր ծառայում որպես զինված ուժերի հոգեվոր առաջնորդության քարտուղար եւ Սրբազանի օգնական էր առաջնորդի օգնական էր եւ այդպես Իրանից ստացա որ պատերազմը սկսվել է եւ չէի հավատում այդ ժամանակ ես ճեմարանում էի Երկու եղբայրներս եւ քրոջս ամուսինը որպես զինվորական այդպես մնացին պատերազմում էին եւ ամբողջ ընտանիքը եւ քրոջս ընտանիքը երբ որ տեղափոխվեց այդտեղ խնդիր կար իրանց ընդունելու եւ կազմակերպելու այդ ժամանակ քույրս էլ հղի էր սպալիքի էր սպասում պետք է շուտով երեխա ունենալ այդ ամբողջ պատասխանատվությունը կարծես թե ակամայից ինձ վրա եղավ եւ ես այստեղ հոգում էի իրանց կարիքները այդ օրերին քույրս ունեցավ երկրորդ զավակը հետաքրքրական է որ այս պարագային պետք է հիշեմ որ ապրիլյան պատերազմի ժամանակ երբ որ իր ամուսինը շատ ծանր վիրավորում ստացավ մատաղիսի դիրքերում լինելով զինվորական ինքը այդ ժամանակ եւս ունեցավ բալիկ
Այս երկրորդ պատերազմին էլ հետաքրքրական է, որ էլ իր ամուսինը նորից վիրավորում ստացավ ու այդ ընթացքում էլ ինքը ունեցավ երկրորդ բալիկը, անընդհատ հարազատներից, հարևաններից լսում էինք զոհերի մասին։ 44 օրյայի ամենածանր կորուստը ինձ համար եղավ իմ ամենամտերիմ ընկերոջ Նարեկ Սարգսակ-Պետրոսյանի մահվան լուրը, երբ որ նրա հուղարկավորությանն էինք մեր ընկեր քահանաներից մեկը ասեց, Տերը վարազդատը ասեց, որ Նարեկ ասում էր, մենք բոլորս պատկերացնում էինք մեր մահը, բայց քոնը չէինք պատկերացնում։ Ու այնքան էր լույս տալիս մեր մեջ, որ մենք քեզ կարծես թե չենք պատկերացնում, որ դու պիտի մահանաս, դու կարծես թե հավիտենական ինչ որ ճանապարհի մեջ ես։ Դու կերպարն ես, որը չի մահանում, էլի այդպիսի տպավորություններ ենք թողել մեր մոտ իր ապրելակերպով, իր մտածելակերպով, իր ընկերասիրությամբ, իր ամեն դրական որակներով։ Շուշիի կորուստը ես չեմ կարողանում տարբերել մի տեսակ մնացած Արցախի մյուս տարածքներից։ Ես տեսնում եմ ինքը ամբողջության մեջ եւ ինձ համար երբ որ ինձ հարցնում են, ասում են դու որտեղից ես, ուզում եմ ասեմ Շուշիից եմ, տեսնում եմ, որ շուշեցիների հետ այնքան տարբերությունները ավելի շատ են, քան նմանությունները։ Ուզում եմ ասեմ Արցախից եմ, տեսնում որ արցախցի մարդկանց հետ էլ տարբերությունները ավելի շատ են, քան նմանությունները։ Ուզում եմ ասեմ Հայաստանից եմ, այսպես նայելով համեմատվելով, փորձելով իմ գիտակցությամբ վերլուծել, ասում եմ որ տարբերությունը ավելի շատ է։ Եվ միշտ ասում եմ, որ ես երկիր մոլորակից եմ կամ ես տիեզերքից եմ։ Մեր քրիստոնյաներից ցիկտումը դա երկնային Երուսաղեմն է, երկնքի արքայությունն է, որ մենք ձգտում ենք տեղ եւ մեր հոգին տեղից է։ Դրա համար մենք այս աշխարհում չենք կարողանում որոշել, թե մենք որ տարածքից ենք։ 44 օրյա պատերազմի ավարտից հետո, երբ որ Արցախի ժողովուրդը վերադարձավ արդեն Արցախ եւ գնալով արդեն 21 թվականին, երբ որ ես նշանակվեցի Արցախի թեմում, զգացի, որ իմ առաջ կա մեծ առաքելություն եւ ես մեծ իշխանություն չունեմ մեծ բաներ փոխելու, բայց ես ունեմ իշխանություն փոխելու այն, ինչ ինձնից կախված է։ Սրբազան Հորվարդանե Սրբազանի օրհնությամբ եւ հայրական առաջնորդությամբ կարողացանք, պետք է ասեմ, որ մեծ գործեր արեցինք։ Վերանորոգվում են եկեղեցիներ, չեմ մոռանա Ամարաս վանքի վերանորոգության վերջին օրերը, երբ որ արդեն պատերազմից, գրեթե 23 թվականի պատերազմից 2-3 օր առաջ Ամարասում էի եւ տեսել էի, թե գրեթե ավարտին էին հասնում այդ վերանորոգման աշխատանքները եւ ինչ գեղեցիկ էր։ Այնտեղ մեծ նպատակ ունենք, որ հոգեվոր վերականգնողական կենտրոն պետք է ստացեինք եւ շատ մեծ տեսլական ունենք մեր աչքի առաջ։ Եվ Հակոբ հավանքն ենք սկսել վերանորոգել, Մարտակերտի վանքը, Դատի վանքի պարագան էր շատ հետաքրքիր, որ տղաները Մայրաթորից ժամանակ առ ժամանակ 6 ամիսը մեկ գալիս էին եւ իրենց 6 ամսով մնում էին Դատի վանքում, որտեղ այն ժամանակ Ադրբեջանի վերահսկողության տակ էր Դատի վանքը, սակայն ռուս խաղապահների աջակցությամբ կարողացանք մենք միայն վանքի տարածքը պահպանել եւ վանքը այսպես գործում էր։ Կարողանում ենք ուխտավորաբար այցելել վանքը, սակայն հետագայում դա եւս կասեցվեց, այսպես որ էլի եւս մեկ հարված էր։ 3 տարիների ընթացքում մինչև 2023 թվականը Արցախի թեմում մենք ունեցանք ռադիո հաղորդումներ, որ կոչվեց Նշխար։ Ամիսներ հետո արդեն վերագործարկեցինք հեռուստատեսություն։ Ունեցանք Նշխար թե ռադիո թե հեռուստատեսություն, այսպես համագործակցությամբ շողակաթ հեռուստատեսության հետ ջանում էինք գիշեր-ցերեկ Աստծո խոսքը տարածելու եւ փորձում էինք մենք էլ ապրել։ Դեռ լիարժեք բան չէր, շրջափակված չէր Արցախը եւ հետաքրքրական այսպես մի դեպք եղավ, Սրբազան հայրը ինձ հորդորեց, որ այդ լավ եղանակներին փոքրիկ հողամաս ունենք, որպեսզի մշակեմ այդ հողը, որպես նաև ծանրաբեռնված աշխատանքին զուգահեռ նաև հանգստության միջոց, այսպես սիրով սկսեցինք այդ այգին մշակել եւ երբ որ արդեն եղավ Արցախի լիարժեք շրջափակում, բլոկադա սննդի խնդիր ունեինք, այդ ժամանակ այդ փոքրիկ հողամասը, որ առաջնորդարանի կողքն էր գտնվում, այսպես ծաղկեց, ծլեց, շատ պտուղ տվեց, ու մենք օգտվում ենք դեղի բարեկներից այդ եւ անգամ տուն էինք տանում այդ օրերին իսկապես երբեմն լինում էր օրեր, որ մենք օրինակ այդ օրը ուտում էինք միայն պամիդոր եւ հաց, ուտում էինք միայն ձմերուկ եւ հաց, այսպիսի օրեր են եղել
Եվ ես հիշում եմ, մինչև հիմա ձմերուկ չեմ կարողանում մտնել, որտեղ այդ օրերն եղել, որ ասենք երկար ժամանակ միայն ձմերուկ ենք կերել, այնքան ենք կշտացել, որ մինչև հիմա արդեն ձմերուկից կշտացել ենք։ Երբ որ պատերազմը սկսվեց, մենք առաջնորդարանում էինք աշխատակազմով, բացի տեսանք, որ զարգացավ արդեն սկսեց ամբողջ մասշտաբով, էլի արդեն անցանք ապաստարան, որը գտնվում էր եկեղեցու ներքնասրահում։ Երբ որ եկեղեցին կառուցվում էր, այդ տարածքը նախատեսված էր որպես ապաստարանի համար, Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցին եւ ամբողջ ժողովուրդը տարածքի շենքերի ժողովուրդը եկել էին եւ այնտեղ ապաստանել էինք եւ տեղի հոգեվորականների հետ Տեր Վաչագանի եւ Տեր Մատթեոսի հետ փորձում էինք իրենց հոգեպես աջակցել եւ միասին հիշում եմ, որ աղոթեցինք այսպես Տեր Վաչագանի առաջնորդությամբ, սպասում էինք Աստծո հրաշքին, կարծես թե 20 թվականից հետո հաճախ խոսում էինք առաջնորդարանի հաշվապահի Տիկին Լյուդայի հետ, մի անգամ ինձ հարցրեց, ասեց Ճեմարանը ավարտած երիտասարդ ես, էլի ճեմարանական իմաստություն ստացած տղա ես, ինչ ես կարծում, ինչ կլինի, հələ այս 20 բան այս բլոկադայի ժամանակ էս ինչա լինելու մեր վերջը, զգալով տենդենսը առհասարակ քաղաքական եւ այսպես ռազմական եւ դիրքորոշումները պետությունների եւ առհասարակ իրականությանը ինչքանով որ կարողացել եմ անցնել, այսպեսի պատասխան եմ տվել, ասեցի Տիկին ու դա գիտեք, հիշում եք Եղեռնի տեսարանները, երբ որ ոտով գնում է, ասեի կարծում եմ, որ տենց է լինելու, մեզ էլ ոտքով, այսպես տեղից ոտքով դուրս են գալի, որովհետեւ ամեն ինչ դրան է տանում, երբ որ պատերազմը եղավ, արդեն ասում, փաստորեն դու գիտեիր, ճիշտ էիր ասում, այս ինչ եղավ, ոնց եղավ, բան, երբ որ դուրս էին գալիս ճանապարհին, մայրս վատացավ շատ ծանր, իսկ վատանալուց մեկ րոպե առաջ Տիկին Լյուդան իր տղայի հետ անցան մեր մոտով ավտոյով, իր տղան էլ ատամնաբույժ է։ Երբ որ մաման վատացավ, կորցրեց գիտակցությունը, մի անգամից զանգեցի Տիկին Լյուդային եւ գնացի տղային բերեցի եւ Ալեքսանդրը մամային փրկեց։ Եվ այդ ժամանակ Տիկին Լյուդային ասացի, Տիկին Լյուդա, գիտեք, մի հարցում եմ սխալվել, ես մտածում էի ոտով ենք գալու, բայց մենք կարողացանք մեր ավտոներով դուրս գալ, այս առումով մի փոքր հաշվարկի մեջ սխալվել եմ։ 2023 թվականի այդ պատերազմից հետո ամենասարսափելի տեսարաններից մեկը այդ Պայթյունի տեսարաններ արդեն սկսել էին ժողովուրդը դուրս գալ եւ մեքենայի ճանապարհ էլ չկար մինչեւ հիվանդանոց։ Տեր Անդրեասի հետ գնացինք հիվանդանոց, ամենասարսափելին ինձ համար բժիշկների վիճակն էր, երբ որ տեսնում ենք, որ մարդիկ վառված բերում են բժիշկների մոտ, բժիշկները արդեն իսկ քանի օր չունենալով այդ դեղամիջոցները, անգամ բավարար միջոցները վիրավորներին էին գիշեր-ցերեկ փորձում փրկել, հա, ու այդ իրանց չքնած վիճակում, օրեր շարունակ չքնած ծանր աշխատանքային ռեժիմի վիճակում այս պայթյունն էլ մի տեղից եւ տեսնում ենք լրիվ ուժասպառ բժիշկներ։ Շարունակում եմ ծառայությունս Արցախի թեմի գրասենյակում, թեմը այժմ զբաղվում է տարբեր ուղղություններով գործունեություն է ծավալում, ունենք Արցախի թեմի սոցիալ, հոգեոր հոգեբանական կենտրոն ենք այստեղ վերաբացել, որը Արցախում այդ շրջափակման ժամանակ փորձել ենք ստեղծել եւ փորձել աջակցել այդ շրջանակում արցախցիներին, սակայն չհասցրեցինք, փորձում ենք ներծուկ լինել մեր հնարավորության սահմանում արցախցիներին։ Թեմի գրասենյակը զբաղվում է նաեւ մշակութային ժառանգության պահպանմամբ, մշակութային եղերնը, որ իրականացվում է Արցախում, այդ հարցը բարձրացնելով տարբեր հարթակներում, գուցե որևէ մեկին լսելի լինի մի անգամ եւ ինչ որ բան գուցե փոխվի։ Գիտեք, մենք կորցրեցինք երկրային դրախտը, Արցախը կորցրեցինք մեր համար, բայց մխիթարվում ենք երկնային դրախտով եւ ավետարանը մեզ օրեցնում որ Աստծո արքայությունը մեր ներսում է։ Փորձում ենք չընկճվել, փորձում ենք Աստծո մխիթարությունը, Աստծո ներկայությունը սերմանել արցախցիների սրտում, ամոքել նրանց կորստի ցավը։